Բարև ձեզ, Armenpress-ի ոդքասթի տաղավարում հյուրընկալել ենք ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Հարկ վճարողի օրվա առիթով իրականացվող ոդքասթային շարքի շրջանակում նախարարի հետ կզրուցենք գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերի ու դրանց արդյունքների մասին։ Տիկին նախարար, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Տիկին Սարգսյան, նախքան նախարարության կողմից իրականացվող հիմնական ծրագրերին անդրադառնալը, նախ խոսենք վերջին օրերին բոլորիս հուզող մի թեմայից, խոսքը Մարմարիկում 2-ամյա երեխայի կորելու դեպքի մասին է, որոնողական աշխատանքները ակտիվորեն իրականացվում են, շրջանառվում են տարբեր վարկածներ, բայց կա վարկած, որի ուղղությամբ առավել շատ եք կենտրոնացած եւ որոնողական աշխատանքները որքան ժամանակ կշարունակվեն։ Իրականում շատ ցավալի դեպքի մասին ենք խոսում։ Ես ասեմ, որ երբ որ ստացել ենք ահազանգը փոքրիկի կորստի դեպքի առնչությամբ, անմիջապես թե փրկարարական աշխատանքն է սկսվել եւ թե նաեւ ոստիկանական աշխատանքը, ինչու որովհետեւ մենք երկու ուղղությամբ ենք պատկերացրել աշխատանքը հաշվի առնելով փոքրիկի տարիքը, որովհետև կարող էին լինել մի շարք վարկածներ այս տրամաբանության մեջ։ Փրկարար ծառայությունը սկսել է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը, ես ասեմ, որ մինչ այս պահը շուրջ 1240 փրկարար է ներգրաված եղել աշխատանքներում եւ շարունակվում է ներգրաված լինել։ Ոստիկանական աշխատանքի տեսանկյունից բնականաբար մենք հարցին դիտարկել ենք նաեւ որպես առերևույթ հանցանքի մասին հաղորդում եւ ըստ այդմ բոլոր վարկածները մանրամասն դիտարկվել են, թե փոքրիկի գետն ընկնելու տարբերակն է դիտարկվել եւ թե նաեւ հնարավոր այլ վարկածները հանցանքի տրամաբանության մեջ առևանգում եւ այլն բոլոր վարկածները մանրակրկիտ ուսումնասիրության առարկա են դարձվել մեր կողմից եւ իրավապահ համակարգի կողմից առհասարակ այս պահեդրությամբ շարունակվում է հիմնական համարվել գետն ընկնելու վարկածը, բայց ասեմ, որ հիմնական վարկած ունենալուց զատ բնականաբար սա չի նշանակում մնացյալ վարկածներով չզբաղվել, ցանկացած անգամ ամենափոքր աննշան տեղեկատվությունը, որը որ մեզ կարող է թույլ տալ մտածելու, որ միգուցե այլ վարկած եւս կա, որը որ կենսական է, մենք դրանք ուսումնասիրում ենք եւ ըստ այդմ բոլոր վարկածները բարբերաբար վերանայվում են եւ դառնում են նոր քննության առարկա։ Ասեմ, որ տարածք ուսումնասիրվել է նաեւ անօթաչու թռչող սարքերի տրամաբանության մեջ եւս դրոնային համակարգ է գործել, որովհետեւ դրական ելք այս պահիդրությամբ գոնե թե չունենք։ Ուսումնասիրվել են նաեւ եւ շարունակում ենք ուսումնասիրել արբանյակային հնարավոր լուսանկարները, ընդ որում այնպիսի լուծաչափի, որ թույլ կտա իրականում որևէ շոշափելի տեղեկատվություն ունենալ այս տեսանկյունից։ Այս մասով եւս դեռևս դրական արդյունքներ չունենք, բայց եւ շարունակվում են մեր բոլոր աշխատանքները։ Նշեմ, որ որպես կանոն որոնողափրկարարական աշխատանքները 10 օր են տևում, բայց այս դեպքով իմ հանձնարարականով շարունակելու ենք իրականացնել որոնողափրկարարական աշխատանքները այնքան, քանի դեռ որևէ նորություն չունենանք դեպքի առնչությամբ։ Տիկին Սարգսյան, անդրադառնանք նաեւ փրկարար ծառայությանը։ Արդիականացման ինչ միջոցառումներ են նախատեսվում փրկարար ծառայության արդյունավետության եւ արագ արձագանքման կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Փրկարար ծառայությունը իրականում մեր կենսական նշանակություն ունեցող ծառայություններից մեկն է եւ երբ որ արտակարգ իրավիճակների նախարարությունն էինք լուծարում եւ ձևավորվում է ներքին գործերի նախարարությունը, այստեղ մոտեցում ունեինք, որ պիտի նախ եւ առաջ ձևավորենք նախարարությունը, ավարտին հասցնենք ինստիտուցիոնալ առումով ոստիկանության ոլորտի բարեփոխումները եւ դրա տրամաբանության մեջ արդեն փոխլրացնող էֆեկտով անդրադառնանք փրկարար ծառայությանը։ Այս պայդրությամբ պիտի փաստեմ, որ արդեն իսկ արդիականացման հայցակարգը պատրաստ է, անգամ քննարկումներ ենք հասցրել ունենալ նաև վարչապետի գլխավորությամբ եւ կան կայացված որոշումներ։ Ինչ որոշումների մասին է ըստ էության խոսքը։ Տարիներ շարունակ փրկարար ծառայությունը տարբեր կառուցվածքային միավորների տեսքով է հանդես եկել կառավարության ընդհանուր կազմում, եղել է կոմիտե, եղել է նախարարության ենթակապետական մարմին եւ ըստ էության տարիներ շարունակ ըստ իր կազմակերպայրավական ձևի խոշոր հաշվով փոփոխություններ տեղի չեն ունեցել։ Եվ ինչ ունենք այս պահին։ Ունենք ծառայություն, որտեղ որ կան որոշակի գործառույթներ, որոնք բնորոշ են ներքին գործերի նախարարության որպես նախարարություն։ Կան գործառույթներ, որոնք բնորոշ են ներքին գործերի նախարարության կրթահամալիրին եւ այսպես շարունակ։ Մեր խնդիրն է առաջնայինորեն զտել այս բոլոր գործառույթները եւ փրկարար ծառայության կառուցվածքում թողնել այն գործառույթները, որոնք բնորոշ են նախարարությանը ենթակա պետական մարմին, այսինքն իմպլեմենտացնող մարմին, որը որ կիրականացնի պրակտիկայում նախարարության կողմից վարվող քաղաքականությունը։ Սա առաջինը, որը թերևս ամենակարևորն է։ Եվ ֆունկցիոնալի հստակեցման պայմանավորված բնականաբար պիտի նաև կառուցվածքային փոփոխություններ իրականացնենք, որովհետև ֆունկցիոնալից բխում է ճիշտ կառուցվածքը, եւ մեր կառուցվածքը պիտի ծառայի հենց ֆունկցիոնալի արդյունավետ իրականացմանը։ Ըստ այդմ օպտիմալացման որոշակի պլաններ ունենք այս տեսանկյունից, ունենք վարչությունների միավորման գործընթաց եւս,
Ընդհանուր մինչև Երևանի եւ մարզային փրկարարական վարչությունների տիպային կառուցվածքն ենք դիտարկել, որպեսզի կարողանանք այն դարձնել ել ավելի արդյունավետ, ել ավելի օպտիմալ եւ գնանք առաջ։ Սա առաջինը, որը կառուցվածքին եւ ֆունկցիոնալին է վերաբերում։ Երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերում է մասնագիտական պատրաստվածությանը։ Մինչ այս պահը մենք ունեինք այնպիսի մոտեցում, որ փրկարար դառնալու համար խոշոր հաշվով չունեինք հատուկ կրթական ծրագիր, որը որ կարիք ունեինք ունենալու։ Ներքին գործերի նախարարության կրթահամալիրի ձևավորմամբ մեզ համար շատ հստակ է, որ պիտի ունենանք հստակ կրթական process, որով անցնելու պայմաններում է միայն, որ անձը կարող է հավակնել պաշտոնի նշանակվելու փրկարար ծառայությունում։ Ընդ որում ասեմ, որ փրկարար ծառայությունում անցնելու պայմաններում յուրաքանչյուր հաջորդ շրջափուլ անցնելը կամ ցանկացած ծառայողական առաջընթաց պիտի տեղի ունենա հետվերադարձ դեպի կրթահամալիր, ուսումնառության որոշակի process-ի անցում, գիտելիքի եւ հմտության համապատասխան պաշարի ձեռքբերում, այդուհետեւ ապա նոր միայն անցում դեպի փրկարար ծառայություն նոր պաշտոնի կամ հորիզոնական հարթությունում մեկ այլ ուղղվածությամբ աշխատանքի։ Այս պայծրությամբ արդեն իսկ որոշակի մշակման աշխատանքներ իրականացրել ենք մոդուլների տեսանկյունից եւ պիտի փաստեմ, որ առաջիկայում ունենալու ենք նոր ընդունելություն, որի շրջանակներում կունենանք պատրաստման այն գործընթացը, որը որ մենք ցանկանում ենք ունենալ փրկարար ծառայության տեսանկյունից։ Բացի սա կարևոր է հասկանալ, թե մենք ինչպես ենք հավաքագրում կադրերին։ Կադրերի հավաքագրման տարբեր մեխանիզմներ որպես այդպիսին գոյություն ունեն եւ մեզ համար չափազանց կարևոր է ընտրել այնպիսի մոդել, որը որ թույլ կտա հավաքագրել այն կադրերին, որոնք կկարողանան հետագայում նախարարության կողմից վարվող քաղաքականությունը ճիշտ իմպլեմենտացնել։ Ըստ այդմ հավաքագրման փուլից մինչեւ պատրաստման փուլը թիրախավորել ենք եւ արդեն բոլոր գործընթացներն ըստ էության գծագրված են։ Կարևոր եմ համարում նաեւ այն, որ միջազգային պրակտիկայում նաեւ շատ ընդունված է փրկարար ծառայությունում ունենալ կամավորների ինստիտուտը, ինչ է սա նշանակում։ Սպայական ընդհանուր հաստիքակազմին եւ հաստիքային միավորները զբաղեցնող անձանց զուգահեռ կարող ենք ունենալ նաեւ կամավորական աշխատանք իրականացնողներ, որոնք կգործեն սպաների ընդհանուր ղեկավարման ներքո, բայց եւ կկարողանան կամավորության սկզբունքով իրենց նպաստը բերել փրկարար ծառայության աշխատանքին, զուգահեռաբար զբաղվելով նաեւ այլ զբաղվածությամբ, որը որ նրանք կարող են ունենալ իրենց առօրյայում։ Սա ինչով է կարևոր։ Կարևոր է այն, որ կամավոր փրկարարական ջոկատների ինստիտուտի ներդրմամբ մենք թույլ տանք այն մոտեցումը զարգացնել Հայաստանի Հանրապետությունում, որ համայնքը եւս իր անվտանգության երաշխավորն է։ Այսինքն համայնքում գտնվող յուրաքանչյուր անձ պատասխանատու է նաեւ տվյալ համայնքի հանրային անվտանգության համար։ Եվ պիտի փաստեմ, որ այս մոտեցումը պիտի խորացնենք, արդեն իսկ ունենք 9 հրշեջ փրկարարական կամավոր ջոկատներ, բայց դա պիտի դառնա ավելի ինստիտուցիոնալ։ Այսինքն մենք բոլոր մարզերում եւ նաեւ Երևանում պիտի ունենանք այս մոտեցումը եւ օր-օրի հետեւողական աշխատանքի միջոցով հասնենք գաղափարական փոփոխության։ Ես ասեմ, որ համանման մոտեցում ընդհանուր մինչեւ ոստիկանական համակարգի դեպքում աշխարհում կա։ Իհարկե դժվար է այս պահին պատկերացնել կամավորների աշխատանքը ոստիկանական համակարգում, բայց պետք է այդ գաղափարը եւս բաց չթողնել, սկսենք փրկարար ծառայության աշխատանքից, հետո կհասկանանք հնարավոր մոդելները նաև ոստիկանական աշխատանքի տեսանկյունից։ Բայց ինչն եմ նորից ուզում շեշտադրել, որ մեր խնդիրը առավելապես այն է, որ համայնքի ներկայացուցիչները իրենց կան պատասխանատու տվյալ համայնքում տեղի ունեցող երևույթների համար եւ նաև մասնակցային process-ով որպես այդպեսին ներգրաված լինեն այդ աշխատանքներում։ Կարևոր եմ համարում նաև այն, որ հրշեջ փրկարարական կամավորական ջոկատներում ներգրաված անձինք ունենալու են պետության լիակատար աջակցությունը, այսինքն մենք տրամադրելու ենք նյութատեխնիկական անհրաժեշտ բազան, նրանց կտրամադրվի համապատասխան համազգեստ, կանցնեն համապատասխան կրթական խողովակի միջոցով։ Ընդ որում ասեմ նաև, որ մենք որոշակի բոնուսային համակարգ եւս մտածել ենք, որպեսզի կարողանանք ավելի խրախուսել դեպի փրկարար ծառայության մուտքը կամավորական աշխատանքի տեսանկյունից, կունենանք առողջապահական համակարգի որոշակի երաշխիքներ, տարբեր եկամտի տեսքով բոնուսային համակարգ մեր քաղաքացիների համար, բայց դրանք երբեք չպիտի փոխարինեն բուն սպայական համակարգի աշխատակիցներին, որովհետև դրանք տարբեր ինստիտուտներ են եւ գաղափարի ոչնչացման չպիտի տանի այն հավելյալ բոնուսային համակարգերը, որը որ մենք պիտի նախատեսենք այս տեսանկյունից։ Զուգահեռաբար կարևոր է նաև հասկանալ, թե ինչ տեղակայումներ ունի նաև փրկարար ծառայությունը, որովհետև ահազանգի սպասարկումը նաև կախված է այն տեղակայումից, որը որ ունի փրկարար ծառայությունը, որքան մոտ
եւ որքան ճիշտ եղավ ցանցային բաշխումը փրկարար ծառայության հենակետերի, այնքան ավելի օպերատիվ հնարավոր կլինի արձագանքը մատուցել մեր քաղաքացիներին։ Այս տեսանկյունից արդեն իսկ մի շարք մոդուլային շենքեր հանձնել ենք շահագործման եւ շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքները, եւ մեր թիրախը այն է, որ ահազանգի սպասարկումը ներկայում գործող միջինում 23 րոպեի փոխարեն դառնա միջինում 10 րոպե։ Իսկ սա ենթադրում է մասնագիտական կարողության զարգացում, սա ենթադրում է նաև նյութատեխնիկական հագեցվածություն, ենթադրելու է նաև տեղակայվածությունների առումով առավել ճշգրիտ բաշխվածություն հանրապետության ամբողջ տարածքում։ Արդեն իսկ հայեցակարգային լուծումները հաստատվել են, մեզ մնում է հետևողականորեն կիրարկել այդ հայեցակարգային լուծումները եւ ես վստահ եմ, որ 2025 թվականին փրկարար ծառայության մասով զարգացումներ կունենանք։ Տիկին Սարգսյան, անդրադառնանք նաև ոստիկանության ոլորտում իրականացված բարեփոխումներին։ Ձևավորվել եւ գործում է բարեկային ծառայությունը, համայնքային եւ քրեական ոստիկանությունը։ Կառուցվածքային այս փոփոխությունները գործնականում իրավիճակի վրա ինչպես են անդրադարձել, մասնավորապես հանցավորության մակարդակի նվազման, նաեւ պետք է ձևավորվի ոստիկանության գվարդիան, այս աշխատանքներն ինչ փուլում են։ Տեսեք, ոստիկանության դեպքում մեր բոլոր կառուցվածքային փոփոխությունները միտված են եղել արդյունքին։ Այսինքն, եթե վստահ չլինեինք, որ այս կառուցվածքային փոփոխություններով կկարողանայինք ունենալ ցանկալի արդյունքը, ես վստահեցնում եմ, որ տեղի չէին ունենա դեռևս այս փոփոխությունները, որովհետև բավական երկար ենք քննարկել դրանք, բավական երկար նաև մեթոդաբանական առումով ենք դիտարկել այն բոլոր հնարավոր էֆեկտները, որոնք կարող էին առաջանալ այս փոփոխությունների արդյունքում։ Ըստ այդմ, բարեկային ծառայության ձևավորմամբ ես պիտի փաստեմ, որ բավական դրական փոփոխություններ ենք տեսել պրակտիկայում, ընդ որում բացի ճանապարհային երթևեկության կանոնների ճիշտ կարգավորման դաշտից, մեզ համար առաջնային է եղել նաև հանցավորության կանխարգելման, բացահայտման բլոկը եւս բարեկային ծառայության առումով, եւ ես պիտի փաստեմ, որ անցած տարվա կտրվածքով հազարավոր դեպքեր ենք ունեցել, երբ որ բարեկային ծառայողների կողմից անմիջապես կամ նրանց մասնակցությամբ ունեցել ենք հանցագործության դեպքերի բացահայտում։ Ընդ որում, առավելապես դրանք եղել են թմրամիջոցների հայտնաբերման դեպքեր, դրանք եղել են նաև ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման դեպքեր եւ այսպես շարունակ։ Կարևորում եմ այն հանգամանքը, որ ծառայության ձևավորումը պիտի հասներ իր կարևոր նպատակակետերից մեկին, որը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն էր այս համակարգում։ Եվ ուրախությամբ պիտի փաստեմ, որ այս դեպքում վստահաբար մենք հասել ենք թիրախին, որովհետև թե Երևանի եւ թե նաեւ մարզերի մակարդակում ունեցել ենք տասնյակ դեպքեր եւ բարեկային ծառայողները իրենք են ահազանգել իրենց առաջարկվող կաշառքի դեպքի մասին եւ հենց իրենք էլ բերման են ենթարկել իրավախախտին։ Ըստ այդմ մենք ունեցել ենք հարուցված քրեական վարույթներ, որոնք բնականաբար պիտի ունենան համապատասխան ելքը։ Կարևոր է նաեւ այն հանգամանքը, որ բարեկային ծառայությունը ել ավելի համայնքամետ ծառայություն է իրականացնում այս ժամանակահատվածում, ընդ որում թե միջազգային գնահատականները եւ թե նաեւ մեր հանրության գնահատականը վկայում է այն մասին, որ այսօր բարեկային ծառայությունը ավելի համայնքամետ ծառայություն է մատուցում, քան վերջին շուրջ 3 տասնամյակների ընթացքում եւ որևէ ծառայություն ոստիկանության համակարգում։ Մեր նպատակն է շարունակել ինստիտուցիոնալ զարգացումը բարեկային ծառայության, անցնել զարգացման երկրորդ փուլ, որովհետեւ կարեւոր է, որ ինստիտուցիոնալ լուծումները հետևողականորեն դառնան մշակույթի մաս, որպես այդպիսին բարեկային ծառայությունում եւ այն բոլոր խնդիրները, որոնք որ մենք կարող ենք պրակտիկայում տեսնել շփումների հետ կապված, իրավական տարբեր նորմերի կիրառման հետ կապված, դրանք այլևս տեղի չունենան կամ լինեն գոնե թե բացառիկ դեպքեր։ Սա կարծում եմ լուծելի հարց է, որովհետեւ առավելապես կարևորում եմ այն, որ մեր նպատակակետը, որը կոռուպցիոն ռիսկերից զերծ ծառայության ձևավորումն էր, սա միանշանակ է, որ կա։ Կան դեպքեր, երբ որ մեր ծառայողները կարող են ներգրաված լինել որոշակի իրավախախտումների կամ առերևույթ հանցավոր դրսևորումների շրջանակներում, բայց ինչն է առավելապես արժանահիշատակ, որ դրանք առաջացնում է պետության հստակ արձագանքը այս դեպքերում։ Այսինքն, կա որևէ խնդիր, այդ դեպքերը ընթացքավորվում են, այդ թվում նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության կողմից եւ հետագայում բնականաբար ըստ ստանդարտի տրվում են համապատասխան ընթացակարգերով լուծումներ։ Բարեկային ծառայության դեպքում մի քանի արժանահիշատակ թիվ, որպես այդպեսին ինձ համար առանձնացնում եմ տարվա կտրվածքով, դա ճանապարհատրանսպորտային պատահարներն են, դրանում առկա զոհերի կամ վիրավորների թիվն է, որպես այդպեսին, որ կարող է ցուցիչ լինել ծառայության աշխատանքի, ասեմ, որ անցած տարվա կտրվածքով էական նվազում են գրանցել թե ճանապարհատրանսպորտային պատահարների թվի մասով, թե զոհերի եւ վիրավորների մասով, ինչը չափազանց կարեւոր է։ Այս տարվա կտրվածքով
Պիտի նշեմ, որ զոհերի թվի նվազում եւս ունենք, չնայած այն հանգամանքին, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի որոշակի աճ ունենք, ինչը նաեւ պայմանավորված է տրանսպորտային միջոցների թվի աճով, որովհետեւ գնալով ավելի է աճում մեր տրանսպորտային պարկը ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում եւ աճի պայմաններում նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարները թե վիրավորների, թե զոհերի մասով, ես պիտի ասեմ, որ ռեալ մեծ ջանքեր է պահանջել մեզնից, բայց մենք պատրաստական ենք եղել դա տրամադրելու, այդ ջանքերը ուղղելու դեպի այս ուղղությունը բարեկային ծառայության աշխատանքի, որովհետև հանրային անվտանգության տեսանկյունից սա շատ կարևոր ուղղություն է, որը պիտի գնահատվի նաև բարեկային ծառայության աշխատանքը։ Անդրադառնալով քրեական ոստիկանությանը, ես ասեմ, որ փոփոխությունները կրկին միտված են եղել նրան, որ կառուցվածքը լինի շատ հստակ, ֆունկցիոնալը լինի շատ հստակ, առանձնացվի այն բոլոր գործառույթները, որոնք որ պիտի տիպիկ լինեն քրեական ոստիկանությանը, որպեսզի մենք հասկանանք, թե տվյալ կառույցից, երբ որ X պահի ուզում ենք որևէ արդյունք, այդ արդյունքը հասանելի է տվյալ ծառայությանը, թե ոչ, այդ արդյունքը բխում է տվյալ ծառայության գործառույթներից, թե ոչ։ Եվ ըստ այդմ քրեական ոստիկանության համար մենք առանձնացրել ենք ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններով օպերատիվ աշխատանքը եւ նաեւ հետախուզվողների ընդհանուր առմամբ բացահայտումը։ Ծառայությունը գործարկվել է 2024 թվականի նոյեմբերի 1-ից, անցել է այն նույն կրթական process-ը սկզբունքային տեսանկյունից, ինչ որ բարեկային ծառայությունն է անցել, եւ ես պիտի փաստեմ, որ ձևավորվել է ծառայություն, որն ունի պոտենցիալ ել ավելի լավ արդյունքներ գրանցելու հանցավորության դեմ պայքարի հարցում։ Տարիներ շարունակ մենք անընդհատ թիրախավորում ենք նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, սա եւս բացառիկ իրավիճակ չէ եւ հատկապես քրեական ոստիկանության աշխատանքը նկարագրելիս պիտի անդրադառնանք նաեւ այս հարցին։ Եվ ես պիտի փաստեմ, որ 2023-24 թվականների համադրությամբ 24 թվականին շուրջ 200 կիլոգրամով ավելի թմրամիջոց է առգրավել մեր ոստիկանության աշխատանքի արդյունքում ընդհանուր առմամբ, եւ սա խոսուն թիվ է։ Եվ եթե անդրադառնամ արդեն քրեական ոստիկանության ձևավորումից հետո ունեցած մեր իրավիճակին, որն առավելապես պիտի բնութագրի 2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքները, ասեմ, որ ամբողջ իրավապահ համակարգի կողմից առգրավել է շուրջ 173 կիլոգրամ թմրամիջոց, եւ սա նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նախորդ տարի մենք ունեցել ենք ընդամենը 39 կիլոգրամ թմրամիջոց առգրաված որպես այդպիսին։ Պիտի փաստեմ, որ այս նշած թվերի գերակշիռ մասը հենց քրեական ոստիկանության աշխատանքի արդյունքում շրջանառությունից դուրս բերված թմրամիջոցներն են եղել։ Կարևոր է այն հանգամանքը, որ մենք մեթոդաբանական առումով փոփոխություններ ենք իրականացրել եւ ավելի շատ թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթայում թիրախավորել ենք ներմուծման բլոկը եւ նաեւ արտադրության բլոկը։ Եվ ինչ ունենք, ավելի մեծ թվով թմրամիջոցներ ենք առգրավում եւ թույլ ենք տալիս, որպեսզի հետագայում ավելի մանր չափով թմրամիջոցների իրացման կամ շրջանառության դեպքերն առհասարակ չգրանցվեն որպես այդպիսին։ Սա նաև ռազմավարական մոտեցում է եւ ամրագրված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի մեր նոր ռազմավարությամբ, որը արդեն իսկ ներկայացվել է վարչապետի աշխատականում եւ լիահույս եմ, որ արդեն առաջիկա օրերին կունենանք վերջնական քննարկումը նախագծի եւ կունենանք նաև հաստատում։ Քրեական ոստիկանության տեսանկյունից ես կարևորում եմ նաև կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատանքները, որովհետեւ այս բլոկը եւս կարևոր նշանակություն ունի ընդհանուր ոստիկանության եւ հատկապես քրեական ոստիկանության աշխատանքը գնահատելիս եւ պիտի փաստեմ, որ ձևավորումից, այսինքն նոյեմբերի 1-ից մինչեւ այսօր մենք ունեցել ենք շուրջ 70 հարուցված քրեական գործեր, քրեական վարույթներ նախաձեռնված, որոնք եղել են հենց քրեական ոստիկանության ներկայացված հաղորդումների հիման վրա։ Ընդ որում կան դեռևս հաղորդումներ, որոնք որ պիտի քննարկվեն եւ որոշվի վարույթի նախաձեռնման կամ չնախաձեռնման որպես այդպիսին process-ները, բայց այս պայծրությամբ շուրջ 70-ը ունենք։ Պիտի սրա կողքի նաեւ նկատել, որ հարուցված քրեական վարույթներով մենք ունենք պետությանը համայնքին կամ անձանց պատճառված շուրջ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Եվ եթե առանձնացնեմ հատկապես ինձ համար կարևոր ոլորտը այս տեսանկյունից, որը իմ հանձնարարականով նաև քրեական ոստիկանության աշխատանքի թիրախում է, դա ապօրինի հանքարդյունաբերության ոլորտն է։ Եվ միայն այս ոլորտով, այդ թվում ընդերքօգտագործման կանոնների խախտման թեմայով մենք ունեցել ենք 10 դեպքեր, որոնցով միայն շուրջ 630 միլիոն դրամի չափով ապօրինի իրացված հանույթի մասին ենք որպես այդպեսին խոսում։ Եվ շարունակելու ենք այս ուղղությամբ բնականաբար աշխատանքները, որովհետև այս թվերը խոսում են այն մասին, որ համանման հաշվարկով կամ համաչափ հաշվարկով հարկեր որպես այդպեսին չեն մուտքագրվել պետական բյուջե եւ հետագայում հնարավորություն չի տրվել մեզ որպես
պետություն ծախսել դա մեր քաղաքացիների կարիքներին համապատասխան։ Ըստ այդմ շարունակվելու են այս ուղղությամբ աշխատանքները եւ մենք հետեւողականորեն բացահայտելու ենք բոլոր այն դրվագները, որտեղ որ գոյություն ունի կազմակերպված հանցավորություն եւ այս կամ այն կերպ պետությանը, համայնքին կամ մեր քաղաքացիներին պատճառվել են տարբեր չափերի վնասներ որպես այդպիսին։ Համայնքային ոստիկանությանը անդրադառնալիս ես պիտի փաստեմ, որ այս դեպքում եւս գործառույթները շատ հստակ են առանձնացված։ Այս դեպքում խոսում ենք ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների մասին, դրա օպերատիվ աշխատանքի մասին, ընտանեկան բռնության դեմ պայքար, անչափահասների հանցավորություն եւ տարբեր պրոֆիլակտիկ աշխատանքներ, որոնք բնորոշ են համայնքային ոստիկանությանը։ Պիտի նշեմ, որ այս պահին մենք մի փոքր անցումային փուլում ենք գտնվում, որովհետեւ կարելի է ասել համայնքային ոստիկանությունը ամենատուժված ծառայություններից մեկն է ոստիկանության համակարգում, որովհետև տարիներ շարունակ եղել են այնպիսի ֆունկցիաներ, որոնք որ վերապահվել են ոստիկանությանը եւ դրանք առավելապես կենտրոնացվել են համայնքային ոստիկանության ընդհանուր տանիքի ներքո, չնայած որ դրանք եղել են ոչ տիպիկ ոստիկանական գործառույթներ, հատկապես ուղեկցումներին է հարցս վերաբերում, հատկապես տարբեր փոստային առաքանիների միջոցով ծանուցումներին է հարցս վերաբերում, զինկոմիսարիատներ, դատական ծանուցումներ եւ այլն եւ այլն։ Եվ կարիք ունենք բեռնաթափելու նախ առաջին հերթին համայնքային ոստիկանությանը, որպեսզի այն աշխատանքը, որն ակնկալվում է այս ծառայությունից, կարողանա հստակ իրականանալի լինել որպես այդպեսին։ Իսկ դա համայնքին ավելի մոտ կանգնած լինելն է, համայնքի հետ ավելի ինտենսիվ աշխատանք տանելն է, համայնքի հետ ավելի լավ շփումներ ունենալն է, որը որ կարող է ըստ էության ճիշտ աշխատանք ենթադրել քաղաքացի ոստիկան հարաբերությունների տեսանկյունից։ Այս առումով դեռևս անելիքներ ունենք, հետևողականորեն թոթափում ենք այն ոչ տիպիկ բեռը, որը որ դրված է համայնքային ոստիկանության ուսերին եւ գնանք առաջ այս ճանապարհով։ Ասեմ, որ առաջիկայում մենք ունենանք համայնքային ոստիկանության համար նոր ընդունելություն, որտեղ որ արդեն իսկ տարիքային վերին շեմը հանված կլինի 35 տարին լրացած լինելը որպես այդպեսին եւ վստահ եմ, որ կունենանք դիմելիություն մեծ, որովհետեւ մեր քաղաքացիները տարբեր խնդրանքներով, դիմումներով են մեզ դիմում, ասելով, որ այ 35 տարվա կանոնը որպես այդպեսին ինչ դերակատարում կարող է ունենալ ոստիկանության աշխատանքի տեսանկյունից եւ խնդրել են մեզ հանել այդ տարիքային վերին շեմը։ Բովանդակային առումով համաձայնելով մեր քաղաքացիների հետ արդեն իսկ օրենսդրական նախաձեռնությունը ազգային ժողովում է եւ ես հուսով եմ, որ արդեն հունիսին, երբ որ կունենանք հաստատումը նախաձեռնության, աշնանը կկարողանանք հայտարարել նոր ընդունելություն։ Անդրադառնանք նաեւ ոստիկանության գվարդիայի ձևավորման աշխատանքներին։ Ոստիկանության գվարդիան թերևս վերջին հենասյունային ուղղությունն է ոստիկանության, այն կձևավորվի 2025 թվականի նոյեմբերի 1-ին, սա սահմանված է հստակ օրենսդրական կարգավորումներով, այս պայծրության բավական ակտիվ փուլում են գտնվում ծառայության ձևավորման առումով, ասեմ, որ ծառայության ձևավորումը սկսել ենք 0-ից, ինչու, որովհետև այն բոլոր ստորաբաժանումներն, որն այս պայծրությամբ կան ոստիկանության համակարգում եւ որոնք պիտի լուծարման ենթակա լինեն որպես այդպեսին գվարդիայի ձևավորման պայմանավորված, մենք ոչ թե հենվել ենք այդ ծառայությունների ունեցած կառուցվածքի վրա կամ ընդհանուր այլ տիպիկ, այսպես ասեմ, բնութագրական հատկանիշների վրա, այլ ամբողջը գծագրել ենք 0-ից, որովհետև այն համոզումն ենք ունեցել, որ այս ծառայությունը պիտի լինի նոր, չպիտի լինի որևէ ստորաբաժանման իրավահաջորդը, չպիտի պարունակի այն բոլոր վատ փորձառությունները, որոնք որպես այդպեսին տարբեր իրադարձություններով բնութագրել են տարբեր ծառայությունների կամ գոնե թե մտահոգություններ են առաջացրել որպես այդպեսին եւ մեր արժեվ խնդիր ենք դրել, որ այդ բոլոր մտահոգությունների փարատմամբ սկզբունքային առումով նոր ծառայություն պիտի ձևավորենք։ Այս պայծրությամբ ակտիվ աշխատանքների փուլում են գտնվում, կառուցվածքը նախնական տարբերակով արդեն իսկ գծագրված է, այն բոլոր ծառայողները, որոնք օրենքի ուժով հնարավորություն ունեն մասը կազմելու ոստիկանության գվարդիայի, նաեւ վերապատրաստումների փուլով են անցնում, ակտիվ վերապատրաստումներ են իրականացնում, որպեսզի հասկանանք ի վերջո տվյալ աշխատակիցը պետք է մասը կազմի ոստիկանության գվարդիայի, թե ոչ։ Շատ խիստ կարելի ասել ֆիլտրման փուլ ենք դրել որպես այդպեսին, մեր աշխատակիցներն անցել են ֆիզիկական պատրաստականության փուլով, համաչափ ուժի կիրառման համապատասխան դասընթացներ են անցել, եւ այս ամբողջ վերապատրաստման ցիկլը հաջող ավարտելու պայմաններում է միայն, որ մենք կարող ենք ունենալ որպես այդպեսին նշանակում ոստիկանության գվարդիայում։ Այս պայն հստակեցնում ենք նաեւ տեղակայումները, որովհետեւ ըստ մեր պլանավորման պետք է
Հանրապետությունում 3 հիմնական ուղղություններով ունենանք տեղակայում ոստիկանության գվարդիայի, քանի որ այն պիտի սպասարկի նաև տարբեր հասարակական միջոցառումներ ևս, որն այս պայծրությամբ հիմնականում սպասարկվում է համայնքային ոստիկանության կողմից եւ կարծում եմ մեր ժամանակացույցին համապատասխան շարժվում ենք առաջ։ Տիկին Սարգսյան, վերջերս բացվեց բարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնը, նաեւ բարեկների համար ձեռք բերվեցին նոր էլեկտրամոբիլներ։ Այս փոփոխություններն ինչ նպատակ ունեն օպերատիվ կառավարման կենտրոնի ինչ հիմնական գործառույթ է իրականացնելու, նաեւ ինչ վերաբերում է բարեկների էլեկտրամոբիլներին, ապա այս ուղղությամբ հատկացվել է ավելի քան 1 միլիարդ դրամ։ Արդյոք արդարացված եք համարում այս ծախսը, այսինքն ինչ արդյունք եք ակնկալում։ Վերջից գամ, միանշանակ արդարացված եմ համարում, որովհետև հանրային անվտանգությանը սպասարկող ցանկացած ծախս արդարացված է, որովհետև այդ ծախսերը նպատակ են հետապնդում երաշխավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող ցանկացած անձի անվտանգությունը, իսկ սա երբեք ավելորդ ծախս որպես այդպեսին չի կարող լինել։ Բնականաբար մեր ծախսերը պիտի լինեն օպտիմալ հաշվարկներով, եւ սա հենց այդպիսի ծախս է որպես այդպեսին։ Բացի հանրային անվտանգության ծախս որպես այդպեսին լինելուց, կարևոր եմ համարում այն, որ էլեկտրամոբիլները նաեւ էներգախնայող ռեժիմով են որպես այդպեսին աշխատում եւ մենք այս ճանապարհով նաեւ կարողանում ենք որոշակի ծախսեր կրճատել նախարարության տեսանկյունից եւ նաեւ շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից դրական էֆեկտներ բերել նաեւ այս դիրքերից։ Ինչ վերաբերում է շենքին, տեսեք, մենք առավելապես երբ որ խոսում ենք բարեկային ծառայության կամ օպերատիվ կառավարման կենտրոնի ենթակառուցվածքի մասին, առաջինը մտածում ենք, որ նոր ենթակառուցվածք, նոր շենքային պայմաններ եւ այլն, բայց սա կարևոր միջավայր է աշխատանքը նոր ոճով, նոր տրամաբանությամբ իրականացնելու համար, որովհետև մեկ այլ բան է, երբ որ աշխատակիցը շատ ավելի ոչ բարվոք պայմաններում է աշխատում եւ նրանից ակնկալում ենք նոր գաղափարների իրագործում համահունչ ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարությանը, մեկ այլ է իրավիճակը, երբ որ նույն աշխատակցից պահանջում ես ռեֆորմին համահունչ աշխատանք եւ նրան տալիս ես համապատասխան աշխատանքային պայմաններ։ Վստահ դրանք շքեղ աշխատանքային պայմաններ չեն այս պայծրությամբ, բայց դրանք անհրաժեշտ եւ բավարար աշխատանքային պայմաններ են, որպեսզի մեր աշխատակիցները կարողանան իրենց հարմարավետ զգալ աշխատանքային միջավայրում եւ աշխատանքային միջավայրը լինի տրամադրող մեր աշխատակիցների համար։ Կա մարզասրահ, կա լողավազան համապատասխան, ունենք հրաձգարան, խոհանոցային փոքր հատվածներ եւս կան շենքային պայմաններում։ Սրանք գուցե առաջին հայացքից շատ փոքր դետալներ թվան, բայց դրանք ամբողջը միտված է մեր աշխատակիցների համար հարմարավետ աշխատանքային պայմաններ ստեղծելուն, ձևավորելուն եւ ինչու ոչ նաեւ նրանց ֆիզիկական պատրաստականություն անհրաժեշտ մակարդակի բերելուն, որովհետեւ լողավազան ինքնանպատակ չէ, մարզասրահ ինքնանպատակ չէ, նույն եւ հրաձգարանը։ Սա պիտի թույլ տա նրանց ամենօրյա ռեժիմով կատարելագործել նաև իրենց այս կարողությունները, որոնք որ ակնկալվում է իրենցից վստահաբար։ Ինչ վերաբերում է օպերատիվ կառավարման կենտրոնին, ես ասեմ, որ տարածաշրջանում կարելի է ասել մոդեռն օպերատիվ կառավարման կենտրոն ունենք որպես այդպիսին, ընդ որում թե ֆունկցիոնալի մասին է խոսքս եւ թե նաեւ շենքային պայմանների, որովհետեւ բավական նորավոճ արդիական պայմաններ են ապահովել մեր աշխատակիցների համար, բայց կրկին, մի կողմից դրանք սպասարկում են մեր աշխատակիցների ամենօրյա աշխատանքային պայմանները, մյուս կողմից թույլ են տալիս, որպեսզի ահազանգի սպասարկումը լինի շատ ավելի արդյունավետ, լինի շատ ավելի օպերատիվ եւ կարողանանք մեր քաղաքացիներին լավ եւ որակյալ ծառայություններ մատուցել։ Համակարգը զինված է նոր տեխնիկական միջոցներով, կենտրոնը նկատի ունենք նաեւ դրոնային նոր համակարգ, որը որ թույլ է տալիս ընդհանուր մինչեւ խցանումները արձանագրել հանրապետության տարբեր ճանապարհներին եւ ըստ այդմ բարեկային կարգախմբերի ճիշտ ուղղորդում իրականացնել։ Պիտի փաստեմ, որ երբ որ մենք խոսում ենք ոստիկան քաղաքացի հարաբերությունների նոր ոճով շփման մասին, պիտի հասկանալ նաև, որ ենթակառուցվածքը եւս նպաստող պայման է որպես այդպիսին։ Նախորդ շենքի պայմաններում, երբ որ մենք խոսում էինք բարեկային ծառայող քաղաքացի հարաբերությունների մասին, մենք ընդհանուր մինչև հասարակ ընդունարան, բարվոք վիճակում գտնվող ընդունարան չունեինք քաղաքացիների համար նախատեսված։ Այս նոր շենքը վերազինված է նոր
շենքային պայմաններով, ունենք նոր առանձին քաղաքացիների համար նախատեսված սպասասրահ, սպասարկման սենյակներ, որոնք կարծում եմ բավական լավ պայմաններ են երաշխավորում մեր քաղաքացիների համար եւ ընդհանուր մինչեւ լուսավորությունը։ Եթե կան համանման տարրական պայմաններ, որոնք որ թույլ են տալիս քեզ մտնել ոստիկանական շենք եւ չմտածել որևէ ձևով կաշկանդված չլինել այս կամ այն հարցը բարձրացնելուց, կարծում եմ սա այն ամենակարևոր կոմպոնենտն է, որը որ մենք ապահովել ենք այս տեսանկյունից։ Եվ սա արվել է նաեւ հենց մեր քաղաքացիների վճարած հարկերի տրամաբանության մեջ, որովհետեւ սա ուղղել ենք նաեւ քաղաքացիներին ավելի որակյալ ծառայության սպասարկմանը եւ առհասարակ հանրային անվտանգության մակարդակի ավելի ճիշտ կազմակերպմանը եւ բարձրացմանը բնականաբար։ Տիկին նախարար, վերջերս մարդու իրավունքների պաշտպանը խորհրդանում անդրադարձել էր ոստիկանների կողմից անհամաչափ ուժի կիրառմանը։ Այս խնդրի մասին խոսել են նաեւ տարբեր կազմակերպություններ։ Նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում նման խնդիրները բացառելու համար։ Ես վստահաբար տեղյակ եմ այն բոլոր գրառումներին, այն բոլոր հայտարարություններին, որոնք արվում են ոստիկանության համակարգի մասով, թե դրական եւ թե նաեւ բացասական կողմերի տեսանկյունից։ Վստահ տեղյակ եմ նաեւ մարդու իրավունքների պաշտպանի, թե տարեկան եւ թե նաեւ որպես ազգային կանխարգելման մեխանիզմ հրապարակված հաղորդումների եւ նաեւ ցանկացած այլ գրառման։ Այդ խնդիրները նախ եւ առաջ բարձրաձայնում ենք մենք։ Այսինքն նախարարությունը իրազեկ է իր խնդիրներին, նախարարությունը տեսնում է այն բոլոր խնդիրները, որոնք որ կան, դրանք որևէ կերպ չեն անտեսվում կամ չեն թաքցվում, հակառակը մենք անկեղծորեն նշում ենք, որ կան այսպիսի խնդիրներ եւ ինչն է նաեւ առավելապես կարեւոր իմ դիրքերից որպես նաեւ ներքին գործերի նախարար, որ ոչ թե միայն բարձրաձայնում ենք խնդիրները, այլ առաջարկում ենք նաեւ դրա լուծումները եւ նաեւ լուծման հստակ պլան ենք առաջ քաշում, որովհետեւ մի բան է ընդամենը իրազեկ լինել խնդրին, խնդիրը բարձրաձայնել, մեկ այլ բան է որպես գերատեսչության ղեկավար հստակ պատկերացնել, թե խնդիրը ինչպես ենք լուծելու, երբ ենք լուծելու այդ խնդիրները եւ ինչ ջանք է անհրաժեշտ այդ խնդրի լուծման տեսանկյունից։ Համաչափ ուժի կիրառման թեման մեր կարելի ասել խոցելի կողմերից է եղել տարիներ շարունակ, որովհետև չենք ունեցել համաչափ ուժի կիրառման հստակ ստանդարտ որպես այդպիսին։ Իհարկե շատ մարդիկ կարող են նշել, որ ունեցել են եվրոպական դատանի տարբեր ստանդարտներ կամ միջազգային հստակ ստանդարտներ կան, բայց կարծում եմ կհամաձայնեք, որ ոստիկանության համակարգում աշխատակցին ասել, որ կա եվրոպական դատանի ստանդարտ կամ կա այլ որևէ ստանդարտ, որը որ չիմպլեմենտացնելով մեր ներպետական օրենսդրություն կարող ենք վստահ լինել, որ այն ամենօրյա ռեժիմով որպես մարմնի հիշողության մաս կիրառվի, դա ուղղակի մտածածին պնդում է որպես այդպեսին եւ հերու տեղ չտանող պնդում է։ Այս պայծրությամբ մենք հստակ գծագրել ենք այն ստանդարտը, որը որ պիտի առաջնորդվեն մեր ծառայողները եւ ոստիկանության գվարդիայի մասին օրենքը եղել է այն առիթը ճակերտավոր, որը որ մեզ թույլ է տվել օրենսդրության մակարդակում հստակ ֆիքսել ուժի կիրառման ընդհանուր այն բոլոր չափանիշները, որոնք որ մենք ուզում ենք տեսնել Հայաստանի Հանրապետությունում բնականաբար համահունչ եվրոպական ստանդարտներին։ Ընդ որում միջազգային փորձագիտական գնահատականը եւս եղել է այն, որ այս օրենքով նախատեսված կանոնները լիարժեք համապատասխանություն ունեն եվրոպական բարձր ստանդարտներին։ Բայց կրկին, գամ իմ հին մտքին, ունենալ ստանդարտ եւ ստանդարտը իմպլեմենտացնել պրակտիկայում։ Հիմա ինչ ենք անում մենք այս ուղղությամբ։ Իրականացրել ենք եւ իրականացնում ենք լայնածավալ վերապատրաստումներ մեր աշխատակիցների համար, որպեսզի կարողանանք ստանդարտը պրակտիկայում կիրառել։ Այս պահին կա երամսյա պիլոտային փուլ անցնող ուժի կիրառման ստանդարտ հստակ, որը որ փորձարկվում է ներքին գործերի նախարարության կրթահամալիրում, որպեսզի մենք կարողանանք նոյեմբերի 1-ին, որն արդեն այս ստանդարտի ուժի մեջ մտնելու ժամկետն է օրենսդրորեն, կարողանանք պատրաստ լինել դրա կիրառմանը։ Բնականաբար այս վերապատրաստումները մեկանգամյա լինել չեն կարող, որովհետև երբ որ ես նշում եմ մարմնի հիշողություն, սա ենթադրում է հետևողականորեն, օրական կտրվածքով, ամսական, տարիների կտրվածքով ճիշտ եւ գրագետ վերապատրաստումներ, որ թույլ կտա մեր ծառայողին արագ կողմնորոշվել տվյալ իրավիճակում եւ հասկանալ տվյալ իրավիճակում ինչպիսի չափանիշներ է, որ ինքը որ պիտի պահպանի ոստիկանական աշխատանք իրականացնելիս։ Այս առումով կարևոր է այն, որ պիտի ոստիկանական բոլոր ուղղությունները այս վերապատրաստումը անցնեն, դա ենթադրում է ժամանակ, դա ենթադրում է ջանք, բայց մենք ունենք այդ հանձնառությունը իրականացնելու այս գործընթացը եւ ես հեռու եմ այն մտքից, որ այս տարի օրինակ մենք արձանագրենք, որ այլևս որևէ խնդիր չկա, բայց այս տարի մենք արձանագրում ենք, որ ստանդարտը ուժի մեջ է մտնել ստանդարտը կա, ստանդարտը փորձարկվել է, ստանդարտի հիման վրա մեր մի շարք աշխատակիցներ, ընդ որում հազարավոր, այդ թիվը
այսպիսի կտրված կարող է ունենալ տարվա կտրվածքով անցել են վերապատրաստումը եւ հետեւողականորեն շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատանքների իրականացումը։ Սա ինստիտուցիոնալ ասպեկտն է հարցի։ Գործնական ասպեկտը բնականաբար մեզ թույլ չի տա անտեսելու այն դեպքեր, որոնք հնարավոր է պրակտիկայում լինեն անհամաչափ ուժի կիրառման տեսանկյունից։ Եվ ասեմ, որ վերջին ժամանակահատվածում այն բոլոր հնարավոր ճակերտավոր կամ ոչ ճակերտավոր ձևակերպած աղմկահարույց դեպքերը, որոնք որ տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով, դրանք գրեթե բոլորը եղել են նախարարության արձագանքի արդյունքում։ Այսինքն նախարարության ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչության կողմից իրականացվել է ուսումնասիրություն, ձևակերպվել է համապատասխան հաղորդում եւ այդ հաղորդումը ես ուղարկել եմ համապատասխան քննչական մարմնին կամ գլխավոր դատախազին։ Ըստ այդմ ընթացք է տրվել։ Այսինքն սա եւս վկայում է այն մասին, որ պետական մոտեցումը ինստիտուցիոնալ ուղղությամբ գնում է առաջ, գործնական ուղղությամբ գնում է առաջ, որովհետև մենք ինքներս չանտեսելով այս բոլոր հնարավոր թեկուզ եւ առերևույթ խնդիրները արձագանքում ենք իրավիճակին եւ հաղորդում ենք ուղարկում իրավասու քննչական մարմնին։ Բնականաբար քննչական մարմնի տիրույթում կարող է հերկվել կամ հաստատվել տվյալ իրավիճակը, բայց մեր պարտականությունն է այն բոլոր դեպքերում, երբ որ առերևութության մակարդակում նկատում ենք որոշակի խնդիրներ, դրանք բոլորը պիտի ուղղորդվեն անպայմանորեն քննչական մարմնին, որպեսզի կարողանա այդ մարմինը ռեալ գնահատական տալ իր իրավասության շրջանակներում։ Տիկին Սարգսյան, այսինքն նախարարությունը ընդունում է, որ այս առումով կան խնդիրներ եւ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ։ Միանշանակ, եթե մենք չընդունեինք, որ այս ուղղությամբ կան խնդիրներ, առհասարակ մենք ինչու ենք ոստիկանության ոլորտում որևէ բարեփոխում իրականացնում։ Ընդ որում ասեմ, որ բարեփոխումների հիմնական կետերից մեկը նաեւ սա է, որ ոստիկանը գործի պրոֆեսիոնալ, ոստիկանը լինի բարեվարկ, իսկ սա ենթադրում է համաչափ ուժի կիրառում, սա ենթադրում է գրագետ ոստիկանական աշխատանք եւ դրանցից ածանցվող այլևայլ process-ները։ Փրկարար ծառայության բարեփոխումների մասին խոսելիս դուք նշեցիք կրթահամալիրի մասին, որը ձևավորվել է ոստիկանության կրթահամալիրի եւ ճգնաժամային կառավարման ակադեմիայի միավորման արդյունքում։ Արդյոք առանց այս ակադեմիայում կրթահամալիրում ուսանելու հնարավոր լինելու է մուտք գործել համակարգը կլինի փրկարար թե ոստիկանության համակարգ եւ այս կրթահամալիրի ինչքանով կօգնի համակարգը պրոֆեսիոնալներով համալրելու համար։ Այստեղ եւս երկու ուղղություն ունենք՝ ինստիտուցիոնալ եւ գործնական։ Ինստիտուցիոնալ առումով մեր բոլոր process-ները գծագրված են այնպես, որ կրթահամալիրը լինի միակ խողովակը թե ոստիկանական համակարգ եւ թե նաեւ փրկարարական համակարգ մուտք գործելու։ Ընդ որում կրթահամալիրը պիտի պատասխանատու լինի յուրաքանչյուր կրթական ցիկլի համար նաեւ, այսինքն նախնական կրթական օղակ, միջին մասնագիտական եւ նաեւ բարձրագույն։ Եվ ըստ այդմ այս խողովակներով անցնելու պայմաններում է միայն, որ հնարավոր է որևէ պաշտոնային փոփոխություն ունենալ թե ոստիկանական համակարգում եւ թե նաեւ փրկարար ծառայության համակարգում։ Սա արդեն իսկ մենք փորձարկել ենք պարեկային ոստիկանության դեպքում, արդեն իսկ համանման փորձառություն ունեցել ենք քրեական ոստիկանության համար, առաջիկայում նույնը կունենանք նաև համայնքային ոստիկանության համար, բայց բնականաբար ինքներդ հասկանում եք, որ սա բավական լավ գծագրված շրջափուլ պիտի լինի, որպեսզի մենք կարողանանք փակել դրսից եկող ցանկացած հոսք ոստիկանական համակարգ կամ փրկարար ծառայության համակարգ եւ թողնել միայն կրթահամալիրի խողովակը։ Այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում եւ ես լիահույս եմ, որ մենք այն ինտենսիվությամբ իրականացնենք աշխատանքները, որ արդեն 25 թվականի վերջին կամ գոնե թե 26 թվականի առաջին կիսամյակում կկարողանանք հայտարարել նոր ընդունելություն, որն արդեն տիպիկ միասնական խողովակ կլինի թե ոստիկանական համակարգի համար եւ թե նաեւ փրկարար ծառայության տեսանկյունից։ Ռեֆորմների իրականացման տեսանկյունից ես ասեմ, որ որքան էլ որ մենք ինստիտուցիոնալ լավ լուծումներ գծագրենք որպես այդպիսին, կառուցվածքը լինի հրաշալի, գործառույթները լինեն հրաշալի, նույնականացված չլինեն կրկնվող, կարևոր է այն մարդկային ռեսուրսը, որը որ շարժիչ ուժ է հանդիսանում այդ փոփոխությունների համար։ Եվ հետեւաբար մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք հենց կրթահամալիրի կարողությունների զարգացման ուղղությամբ, որպեսզի մենք կարողանանք վստահ լինել, որ այն բոլոր լավ ռազմավարական մոտեցումները, որ նախարարությունը ունի այս ոլորտի տեսանկյունից, դրանք իրագործելի են այն մարդկանց շնորհիվ եւ այն մարդկանց օգնությամբ, որոնք որ մասը պիտի լինեն ոստիկանական համակարգի եւ նաեւ արդեն փրկարար համակարգի։ Նախատեսվում է, որ առաջիկայում կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր տրամադրելու է մասնավոր ընկերությունը։ Այս ընկերությունը քանի գրասենյակ է ունենալու հանրապետությունում եւ այն ինչքանով է հեշտացնելու քաղաքացիների կյանքը անձնագիր ստանալու process-ը եւ սա ինչ կապ ունի վիզաների ազատականացման գործընթացի հետ։ Սա նախ ուղիղ կապ ունի վիզաների ազատականացման գործընթացի հետ, որովհետեւ երբ որ մենք ուսումնասիրում ենք Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման փորձառություն անցած երկրների փորձառությունը,
Ասեմ, որ հիմնական կարևոր հենասյունային ուղղություններից մեկը բիոմետրիկ ճիշտ համակարգն է, տվյալների պաշտպանության ճիշտ համակարգ ունենալն է երկրում եւ բիոմետրիկ այսպիսի փաստաթղթերի ներմուծումը, այսպիսի կուռ համակարգի ստեղծումը Հայաստանի Հանրապետության դեպքում սա ուղիղ ազդեցություն ունի վիզաների ազատականացման թեմայի հետ, որովհետեւ խոշոր ուղղություններից մեկն է հանդիսանում, որով որ Եվրոպական միությունը պիտի գնահատի եւ հասկանա, թե որքանով է անվտանգ տվյալների պաշտպանության եւ առհասարակ բիոմետրիկ տվյալների պաշտպանության համակարգը երկրում եւ որքանով է նաեւ պաշտպանված երկիրը հնարավոր կեղծումներից անձը հաստատող փաստաթղթերի, որովհետեւ եթե ունես բիոմետրիկ ճիշտ գծագրված համակարգ, այստեղ կեղծիքների բացահայտումը միանշանակ շատ հեշտ է որպես այդպեսին, կամ շատ դժվար է նաեւ զուգահեռաբար կեղծել այսպիսի փաստաթղթերը, որովհետեւ բավական դետալներ կան անվտանգային, որոնց կիրառման պայմաններում շատ դժվար է լինում տվյալ երկրի անձը հաստատող փաստաթղթերի կեղծում իրականացնել։ Պետություն մասնավոր գործընկերության ձևաչափն ենք այո մենք ընտրել, հայտարարել ենք մրցույթ, իրականացրել ենք հսկայածավալ շուկայի ուսումնասիրության փուլ որպես այդպեսին եւ ի վերջո ունենք կնքված պայմանագիր մասնավոր գործընկերոջ հետ։ Ֆրանսիական Այդեմիա գործընկերն է ըստ էության ճանաչվել հաղթող այս գործընթացի, Հայփաս փակbaşնետիրական ընկերության հետ մենք կնքել ենք համապատասխան գործարքը, որը որ մրցութային ընդհանուր process-ի պահանջն էր, որ ընկերությունը պիտի հիմնադրի այստեղ իմպլեմենտացնող ընկերություն, որը որ պիտի արդեն մեզ հետ զուգահեռ շարունակի աշխատանքները։ Ասեմ, որ ըստ պլանի մենք նախատեսել ենք ունենալ 23 տարածքային ստորաբաժանումներ այս ծառայության դեպքում, պիտի փաստեմ, որ ներկայում մենք ունենք շուրջ 45 տարածքային անձնագրային ստորաբաժանումներ եւ առաջին հայացքից կարող է թվալ, որ այ օրինակ մենք շուրջ 45 տարածքային անձնագրային ծառայությունները փակում ենք, փոխարեն ունենում ենք 23 տարածքային ստորաբաժանում, սա կարող է բարդացնել մեր քաղաքացիների աշխատանքը այսպիսի ծառայություններ ստանալու տեսանկյունից, բայց ես ասեմ ճիշտ հակառակը, որովհետեւ այս process-ի շրջանակներում մենք հնարավորինս այնպես ենք արել, որ քաղաքացու շփումը նաև անձնագրային կոնկրետ ծառայության հետ լինի մինիմալ, այն բոլոր տվյալները, որոնք հնարավոր է հավաքագրել էլեկտրոնային տարբերակով, դրանք կհավաքագրվեն հենց այդպիսի եղանակով, եւ միայն մեկանգամյա մուտք որպես այդպիսին կարիք կլինի ունենալու տարածքային անձնագրային ստորաբաժանում, որպեսզի բիոմետրիկ տվյալների հավաքագրման կամ այլ process-ներ կարողանանք ապահովել, եւ դրանից հետո արդեն իսկ երբ որ կա համակարգում զետեղված բիոմետրիկ տվյալները շատ ավելի հեշտ, շատ ավելի թվային միջավայրում հնարավոր է ստանալ ցանկացած ծառայություն այս հանրային ծառայությունների մատուցման բլոկից։ Ես ասեմ, որ գործընկերների հետ դիտարկել ենք հնարավորինս նոր տարբերակով ծառայությունների մատուցման սխեման եւս եւ պլանավորում ենք նախնական, որ Երևանում նաեւ երկու մեծ առևտրային կետերում մոլերում կունենանք այսպիսի ծառայություններ, որը նաեւ մշակութային որոշակի փոփոխություններ կբերի այս առումով եւ կարծում եմ նաև հաշվի առնելով մարդաշատությունը տվյալ առևտրային կենտրոնների կկարողանանք ավելի արագ եւ հասանելի դարձնել մեր ծառայությունները մեր քաղաքացիներին։ Հնդածս բնականաբար կդիտարկենք մասնավոր գործընկերոջ հետ հնարավոր կատարելագործման տարբերակները եւ այլն։ Նորարարությունը լինելու այն, որ Երևանում այս գրասենյակը սպասարկելու է առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 10-ը, մարզերում կլինի 9-ից 6 նկատ ժամանակահատվածը, հաշվի առնելով ընդհանուր մեր ունեցած ոչ այդքան մեծ ծանրաբեռնվածությունը մարզային կտրվածքով։ Կունենանք նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ եւս որպես այդպիսին, այս պայծրությամբ ունենք համանման ծառայություն, հետեւաբար մեր քաղաքացիները կշարունակեն տեսնել համանման ծառայություններ տարածքներում, բայց շատ ավելի կատարելագործված տրամաբանության մեջ։ Ասեմ նաև, որ պետություն մասնավոր գործընկերության շրջանակներում բիոմետրիկ փաստաթղթերը մենք նաև կապելու ենք որոշակի հանրային ծառայությունների հետ, որը որ ավելի կդյուրինացնի մեր քաղաքացիների կողմից տարբեր ծառայություններ ստանալու գործընթացը եւ այն լրացուցիչ բոնուսներ նաև կտա տարբեր գործընթացներում։ Ըստ մեր ժամանակացույցի 2026 թվականի արդեն երկրորդ կիսամյակին կկարողանանք ապահովել արտադրությունը։ Այս պահին մասնավոր գործընկերոջ հետ ակտիվ քննարկում ենք դիզայնի եւ դրա կոնցեպտի հետ կապված հարցերը, դրա հետ կապված որոշակի էլեմենտներ ենք դիտարկում, որոնք ավելի բնորոշ կլինեն Հայաստանի Հանրապետությանը եւ այս փաստաթուղթը պիտի նաև մեր քաղաքացիների համար շատ խորհրդանշական փաստաթուղթ լինի որպես այդպեսին, հետեւաբար ցանկացած դետալ պիտի շատ խնամքով ընտրված լինի, այս բային հենց այս գործընթացն ենք իրականացնում, առաջիկայում երբ որ դիզայնի հետ կապված բոլոր լուծումները կհաստատենք, արդեն մասնավոր գործընկերը կանցնի մնացյալ process-ներին։ Բնականաբար այստեղ կարևոր է նաև այն ենթակառուցվածքը, որտեղ որ բիոմետրիկ համակարգը սպասարկվելու է որպես այդպեսին, դա պիտի լինի գերանվտանգ, անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից անգամներ
ավելի բարձր պաշտպանվածություն պիտի երաշխավորենք այս նոր ծրագրի շրջանակներում եւ վստահ եմ, որ հետեւողականորեն պահպանելով մեր աշխատանքի սկզբունքը կկարողանանք ապահովել արդեն 26-ի երկրորդ կիսամյակում մեր քաղաքացիներին այս ծառայությունների մատուցումը։ Արտաքին տեսքի առումով կենսաչափական անձնագրերը շատ են տարբերվելու ներկայիս տարբերակից, գույնի փոփոխություն, դիզայնի, ինչ է սպասվում։ Մենք ունենալու ենք թե դիզայնի, թե գույնի առումով փոփոխություններ, եւ թե նաեւ անվտանգային բաղադրիչների առումով փոփոխություններ, որովհետեւ չափազանց կարեւոր է, որ այս փաստաթղթերը լինեն այնպիսի անվտանգային չափանիշներին համապատասխան, որ թույլ կտա մեզ վստահաբար ասելու, որ մեր հանրապետությունում թողարկվող բիոմետրիկ փաստաթղթերը անվտանգ են, դրանցում կեղծիքներ մտցնելը չափազանց բարդ է կամ դրանցում կեղծիքներ կատարելը չափազանց բացահայտելի է որպես այդպիսին։ Մեր քաղաքացիները պիտի ունենան անձահաստատող անվտանգ փաստաթղթեր։ Անվտանգությունը մեզ համար ուզում եմ հարաբերակցության մեջ նշել, որ առաջնային դիրքերում է գտնվում։ Բնականաբար դրանից բխող դիզայնի հնարավորությունները այնքանով, որքանով թույլ կտա անվտանգային բաղադրիչը կարող ենք ունենալ։ Այս պահին թե դիզայնն է քննարկվում ընդհանուր առմամբ եւ թե նաեւ գունային համադրությունը որպես այդպիսին, որտեղ որ ուզում են կրկին Հայաստանի Հանրապետությանը բնորոշ էլեմենտներ ունենալ, թե անձնագրի մասին է խոսքը եւ թե նաեւ նույնականացման քարտերի, կարծում եմ առաջիկայում արդեն առիթ կունենանք մեր քաղաքացիների հետ կիսվելու այն դիզայնով, որը որ նախնական գծագրած կլինենք այս գործընթացի շրջանակներում։ Իսկ գույների ինչ տարբերակներ են քննարկվում, եթե կարելի է։ Այս բան կխուսափեմ գունային հարաբերակցության մասին նշելուց, որովհետև կան գույներ, որոնք անվտանգային առումով նախընտրելի չեն, օրինակ սևի կամ սևի մասով տարբեր այլ երանգների մասով նախընտրություն չունենք այս պահին, այսպես շատ փոքր դետալներ են գուցե առաջին հայացքից, բայց ընտրելու ենք այնպիսի գույներ, որոնք անվտանգային առումով առավել պաշտպանված կլինի եւ նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո մենք ավելի անվտանգ, այսպես ասեմ, հատկանիշներ կկարողանանք ապահովել այս փաստաթղթերում։ Տիկին Սարգսյան նախարարությունը նաև հանրային ծառայությունների մատուցման լայն շրջանակ ունի, միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ստորաբաժանումներ, շրջիկ ծառայություններ, այս առումով ինչ նորամուծություններ են սպասվում, որոնք քաղաքացիների կյանքը ել ավելի կհեշտացնեն եւ հերթերի քաղաքացիների սպասարկման առումով ինչ փոփոխություններ, ինչ ծրագրեր կան։ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության դեպքում ես ասեմ, որ մեր ենթակապետական մարմիններից ամենաթվայնացված, կարելի է այսպես որակել, ծառայությունն է, ընդ որում 26-ի առաջին կիսամյակին մենք թվայնացված կունենանք արդեն իսկ քաղաքացիության դիմումների մուտքագրման համակարգը եւս, այս պահին աշխատում ենք նաեւ օտարերկրացիներին վերաբերող բաղադրիչը թվայնացնելու ուղղությամբ, բնակչության պետական ռեգիստրը, որը հիմնակարային ռեգիստրն է Հայաստանի Հանրապետությունում, սա եւս թվայնացման մեծ շրջափուլ է անցնելու, այս պահին արդեն իսկ օրենսդրական փաթեթը ներկայացված է ազգային ժողովին եւ պետություն մասնավոր գործընկերության շրջանակներում բնականաբար թվայնացնելով նաեւ անձնագրային ծառայություններին բնորոշ ուղղությունները մենք կարողանանք համապարփակ կերպով թվայնացում ապահովել այս ծառայության տեսանկյունից։ Բայց կան այս պայծրությամբ ծառայություններ, որոնք մենք դեռևս շարունակում ենք ավելի շատ ֆիզիկական, այսպես ասեմ, ներկայության պայմաններում մատուցել մեր քաղաքացիներին եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշակի տարածքային ստորաբաժանումներ փակվել են օպտիմալացման տրամաբանության մեջ, մենք նաեւ գործարկել ենք 3 շրջիկ գրասենյակները, նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները, որոնք ավելի մոտ են մեր հարությանը լինում, ավելի արագ են կարողանում այցելել տարբեր համայնքներ, որտեղ որ ընդհանուր մինչև կարող էր երբևէ անձնագրային որևէ ստորաբաժանում տեղակայված չլիներ։ Այս պայմաններում իմ հրամանով ամեն ամսվա սկզբին հաստատվում է ժամանակացույցը, թե երբ մեր շրջիկ սպասարկման գրասենյակները կայցելեն կոնկրետ որ համայնք, որ օրը կոնկրետ արդեն հատկացված փաստաթղթերի վերադարձ կլինի որպես այդպիսին եւ կշարունակենք արդեն մնացյալ աշխատանքների իրականացումը։ Ասեմ, որ շրջիկ սպասարկման գրասենյակները ոչ միայն միգրացիա եւ քաղաքացիության ծառայությանը բնորոշ, այլ նաեւ հաշվառման քննական ստորաբաժանումներին բնորոշ ծառայություններ են մատուցում, վարորդական վկայականների հետ կապված եւ այլն, եւ այստեղ մենք միտում ունենք նաեւ մոնիտորինգի տակ պահելու գործընթաց եւ հասկանալու կա արդյոք լրացիչ այլ ծառայություն, որը որ պիտի լինի շրջիկ սպասարկման գրասենյակի մաս, թե ոչ։ Այս նույն մոտեցումը կպահպանվի բնականաբար պետություն մասնավոր գործընկերության շրջանակներում եւ մենք կարողանանք որոշակի հատվածներում կրկին ունենալ շրջիկ սպասարկման գրասենյակի ձևաչափով ծառայության մատուցում եւս։
Հանրային ծառայությունների մասին խոսելիս բնականաբար նախարարությունում մի մեծ բլոկ է նաև հաշվառման քննական ստորաբաժանումների աշխատանքը, ինչու, որովհետև վարորդական վկայականների տրամադրման, տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման եւ այլ աշխատանքները չափազանց կարեւոր են, որպեսզի մենք հասկանանք, թե ինչպիսի փոփոխություն պիտի իրականացնենք այս տեսանկյունից, որպեսզի մեր քաղաքացիները շատ ավելի հարմարավետ պայմաններում այս ծառայությունները ստանան։ Ասեմ, որ արդեն իսկ անցած տարեվերջին ներդրել ենք հերթագրման նոր համակարգ, որ մեր քաղաքացիներին թույլ է տալիս ընտրել տեսական գործական քննության համար իրենց համար նախընտրելի օրը, հաշվառման քննական ստորաբաժանումը, որտեղ որ ցանկություն կա այցելության եւ արդեն գրանցվեն եւ գան կոնկրետ սպասարկման։ Իսկ դրանից առաջ մենք ինչ ունեինք։ Ունեինք քննության ընդհանուր մինչեւ նախորդ օրը SMS հաղորդակցության ուղարկում մեր քաղաքացիներին եւ սա անհարմար պայմաններ էին ստեղծում մեր քաղաքացիների համար։ Ըստ այդմ շատ հաճախ մենք ունենում էինք այցելության չեղարկումներ, շատ հաճախ մեր քաղաքացիները փոխելով իրենց պլանները ստիպված այցելում էին հաշվառման քննական ստորաբաժանում, որպեսզի չկորցնեին տվյալ օրվա իրենց հերթը։ Բայց այսօր արդեն նրանք կարողանում են կոնկրետ իրենց համար նախընտրելի օր վայր ընտրել եւ այցելել հաշվառման քննական ստորաբաժանում։ Ասեմ, որ անձնագրային ստորաբաժանումների նմանությամբ մենք հերթագրման համակարգը կատարելագործելու ենք։ Այս պայդրությամբ արդեն իսկ վերջնականացնում ենք անցած տարվա տարեվերջին ներդրված համակարգի արդիականացման աշխատանքները, ընդհանուր մինչև թույլատրելու ենք կենթանի հերթի ձևաչափով հերթագրումը եւս, որ թույլ կտա մեզ երկու ուղղությամբ էլ աշխատել։ Անձինք, ովքեր նախընտրում են on-line տիրույթում գրանցվել, օրը վերցնել եւ այցելել արդեն կոնկրետ հաշվառման քննական ստորաբաժանում եւ անձինք, ովքեր որ ցանկանում են ֆիզիկապես ներկայանալ ստորաբաժանում, տեսնել թե որքան մարդ է սպասում հերթում եւ եթե նախընտրելի լինի այդ պայմաններում այդ օրը սպասարկվել, ապա կենթանի հերթի ձևաչափով կկարողանա կոնկրետ հերթագրման կտրոն վերցնել եւ սպասել։ Ասեմ, որ առաջիկայում այս համակարգը կգործարկվի արդեն իսկ, ունենք նյութատեխնիկական ապահովվածությունը, ծրագրային համակարգը արդեն իսկ վերջնականացնում ենք եւ կգնանք առաջ։ Այս ծառայությունների դեպքում բնականաբար մենք փորձում ենք անընդհատ որոշակի ուղղություններ մոնիտորինգի ենթարկել եւ հասկանալ, թե այլ ինչ փոփոխություններ կարող ենք իրականացնել։ Տրանսպորտային միջոցի առողջարքի թեմային ենք անդրադարձել, ասեմ, որ որպես կյանքի իրադարձություն շատ հաճախ, երբ որ մենք դիտարկում ենք ընդհանուր մեր վիճակագրությունը, սա հաճախ հանդիպող գործընթաց է մեր քաղաքացիների կյանքում եւ մենք թվայնացնելու ենք ամբողջությամբ այս գործընթացը, կլինի դա նվիրատվության տեսքով, թե կլինի դա առողջարքի տրամաբանության մեջ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի փոխանցում, մենք ամբողջ գործընթացը թվային հարթակում ենք պատկերացրել, արդեն իսկ կառավարության համապատասխան որոշում ընդունվել է 2025-ի արդեն սեպտեմբերի 1-ից կկարողանանք համակարգը գործարկել։ Սա կնշանակի, որ մեր քաղաքացիները, եթե ցանկություն ունեն տրանսպորտային միջոցը վաճառել մեր մեկ այլ քաղաքացու, ապա ծայրից ծայր ամբողջ գործընթացը կարող են անել թվային հարթակի միջոցով չայցելելով հաշվառման քննական ստորաբաժանում։ Ընդհանուր միջև, եթե կարիք կա հաշվառման համարանիշի, այսինքն պետհամարանիշի փոփոխության, ապա այստեղ նախատեսում ենք հնարավորություն, որ կարող է մեր քաղաքացին օգտվել նաև առաքման ծառայություններից եւ եթե չի ցանկանում ֆիզիկապես գալ հաշվառման քննական ստորաբաժանում եւ ձեռք բերել համարանիշը, ապա կարող է առաքման ծառայությունից օգտվել եւ մենք տվյալ կոնկրետ համարանիշը կառաքենք մեր քաղաքացու նախընտրած հասցեով։ Պիտի փաստեմ, որ կառավարությունը նաև հաստատել է նոր օրենսդրական նախաձեռնություն, որի շրջանակներում մենք նաև վարորդական վկայականները թվայնացնում։ Ասեմ, որ այդ կառավարության նիստից հետո բազմաթիվ են եղել մեր քաղաքացիների դրական արձագանքները այս փոփոխության մասով, ընդ որում բազմաթիվ հարցեր են նաև հնչեցրել մեր քաղաքացիները հասկանալու համար, թե իրենց վարորդական վկայականը երբ ինչ տեսքով է որպես այդպեսին գործարկվելու։ Ես Արետն օգտագործելով ասեմ, որ մենք հետևյալ որոշումն ենք ի վերջո ունեցել եւ հանգել ենք այս սխեմային, որն առաջարկելու ենք արդեն ազգային ժողովին, դա այն է, որ մեր այն քաղաքացիները, որոնք ունեն արդեն իսկ հատկացված պլաստիկ վարորդական վկայականներ, դրանք օրենքն ուժի մեջ մտնելու պայմաններում, որն այս պայդրությամբ նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերի 1-ը, ավտոմատ կերպով ինքնաշխատ եղանակով մեր համակարգը փոխակերպելու է դրանք որպես թվային վարորդական վկայականի, այսինքն օրենքն ուժի մեջ մտնելու պայմաններում մեր քաղաքացիները որևէ գործողություն կատարելու պարտականություն չեն ունենալու, ավտոմատ կերպով համակարգը պլաստիկ վարորդական վկայականը կփոխակերպի նաև թվային վարորդական վկայականի եւ այդ օրվանից սկսած մեր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում այլևս կարիք չեն ունենա իրենց մոտ ունենալու պլաստիկ քարտերը եւ եթե պայմանական բարեկային ծառայողը կանգնեցնում է տվյալ տրանսպորտային
բացասական միջոցը, ապա համակարգում արկա թվային վարորդական վկայականը բավարար կլինի, որպեսզի մեր բարեկա հավաստիանա, որ անձը ունի վարորդական վկայական եւ հետեւապես որևէ վարչական պատասխանատվություն վրա հասնել չի կարող։ Եվ նաեւ երկրորդ ուղղությունը այս տեսանկյունից կա, եթե մեր քաղաքացիները պայմանականորեն առաջին անգամ են մասնակցում վարորդական քննությունների եւ նոր են ձեռք բերում վարորդական վկայական, երկու հնարավորություն կարող է լինել, եթե անձինք նախընտրում են պլաստիկ տարբերակը, պայմանականորեն կարող են հետագայում դուրս գալ Հայաստանի Հանրապետության տարածքից, դրա համար նախընտրելի ունենալ պլաստիկը, այս դեպքում եւս առանց որևէ հավելյալ վճարի թվային վարորդական վկայականը ավտոմատ կերպով կարտացոլվի մեր համակարգում։ Բայց եթե կարիքը չեն ունենա այդ պահին պլաստիկ վարորդական վկայականի, ապա փոքր турքի դիմաց կունենան ձևակերպված թվային վարորդական վկայական եւ հետագայում, եթե կարիք ունենան պլաստիկ վարորդական վկայականի ձեռքբերման, ապա կարող են դիմել եւ ստանալ պլաստիկ վկայականը։ Կարծում եմ մենք process-ը արդեն վերջնական այնպես են կատարելագործել, որ քաղաքացիները անկաշկան կերպով կկարողանան զգալ այս փոփոխության ազդեցությունը, որովհետեւ շատ հաճախ մենք բողոքներ ենք ստանում, որ այ ինչու պիտի պլաստիկ անպայմանորեն անձը իր մոտ ունենա, որովհետեւ եթե կա իրավունքը, պլաստիկն է, որ պիտի իրավունքի մասին հավաստի եւ այլն եւ կարծում եմ այս փոփոխությունը կտա իր դրական նպաստը եւ մեր քաղաքացիները կկարողանան ՀՀ տարածքում առանց պլաստիկի ֆիզիկապես իրենց մոտ արկայության երթևեկության մեջ գտնվել եւ չունենալ որևէ խնդիր այս առումով։ Փաթեթը նախատեսում է նաեւ մեկ այլ լուծում եւս։ Շատ ենք ունենում մեր քաղաքացիներից այնպիսի ահազանգեր, որ պատրաստական են վճարել լրացուցիչ ծառայություն ստանալ, որպեսզի կարողանան տեսական կամ գործնական քննության առաջին բացասական արդյունքից հետո ավելի կարճ ժամկետում հանձնել իր քննությունը, քան նախատեսված է օրենսդրական կանոններով, եւ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում այս փորձառությունը կա, որ ստանդարտ սպասելաժամանակից տարբերվող արագացված ծառայություններ կարող են ունենալ, բնականաբար լրացուցիչ վճարի դիմաց։ Այս դեպքում եւս նախատեսել ենք համանման հնարավորություն եւ կարծում եմ մեր այն քաղաքացիները, որոնք կցանկանան օգտվել այս հնարավորությունից, կկարողանան արդեն իրացնել իրենց իրավունքը։ Սա բնականաբար չի ենթադրում, որ ստանդարտ սպասելաժամանակը վերանում է, հակառակը ստանդարտ սպասելաժամանակը կա, մեր քաղաքացիները կարող են անարգել դրանից օգտվել, իսկ մեր այն քաղաքացիները, որոնք ցանկանում են արագացված ծառայության, կարող են դիմել եւ այդ ծառայությունները ստանալ որպես այդպիսին։ Նոր փոփոխություն եւս առաջիկայում առաջարկելու ենք, որի մասին դեռևս չենք խոսել։ Ունենում ենք նաեւ քաղաքացիներից նոր դիմումներ, որ տեսական եւ գործնական քննությունները շատ հաճախ միևնույն հաշվառման քննական ստորաբաժանումում տալը բարդություններ է առաջացնում պայմանական, եթե անձը Երևանի հաշվառման քննական ստորաբաժանումում տվել է տեսական քննությունը, գործող կարգավորման պայմաններում պիտի հենց Երևանում էլ հանձնի գործնական քննությունը, բայց պրակտիկորեն չենք բացառում այնպիսի իրավիճակներ, երբ որ կարող է անձը տվյալ պահին գտնվել պայմանական Տավուշի մարզում, Տավուշի հաշվառման քննական ստորաբաժանումը ունենա բաց պատուհան գործնական քննության համար եւ գործող իրավակարգավորումների համաձայն անձը չի կարողանում ընտրել տվյալ պատուհանը եւ սպասարկվել։ Առաջիկայում շրջանառության մեջ կդրվի կարգավորումների փոփոխության նախաձեռնություն, որով կթույլատրվի անկախ նրանից թե անձը որտեղ է հանձնել տեսական քննությունը, գործնական քննությունը հանձնի իր նախընտրելի վայրում։ Սա եւս լրացուցիչ խթան կլինի, որպեսզի մեր քաղաքացիները շատ ավելի հարմարավետ պայմաններում հանձնեն նաեւ տեսական եւ գործնական քննությունները։ Սրանք փոքր փոփոխություններ են, փոքր ոչ թե նկատի ունեն բովանդակային այլ ընդհանուր մեծ պատկերի մեջ փոքր փոփոխություններ եմ ես գնահատում, որովհետև հաշվառման քննական ստորաբաժանումների տեսանկյունից մենք ավելի մեծ ծավալի փոփոխություններ ենք ակնկալում, որովհետև պիտի գնահատենք ամբողջ բիզնես գործընթացը եւ հասկանանք, թե ինչպես ել ավելի լավ ծառայություն մատուցենք մեր քաղաքացիներին, ինչպես անենք, որ դրանք լինեն ել ավելի հարմարավետ ծառայություններ եւ առաջիկայում կվերջնականացնենք բիզնես process-ների գծագրման աշխատանքները եւ կկարողանանք արդեն նոր լուծումներ առաջարկել մեր քաղաքացիներին։ Վստահ ընթացս, ինչի մասին որ ես նշեցի, կամ այն փոփոխությունները, որոնք որ եղան, մեծ ազդեցություն կունենան մեր քաղաքացիների առօրյա կյանքը ավելի լավը դարձնելու հարցում, բայց մենք ել ավելին ենք ցանկանում ունենալ այս խումբ ծառայությունների մատուցման տեսանկյունից, որովհետեւ կան մի շարք լուծումներ, որոնք որ կկարողանանք ավելի արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի Հանրապետությունում եւ ոչ միայն հանրային ծառայությունների մատուցման տեսանկյունից որակը ավելի լավ արկել, այլ նաեւ հանրային անվտանգության տեսանկյունից ավելի բարձր ստանդարտներ երաշխավորել, վստահ լինելու, որ այն բոլոր վարորդական քննությունները կամ այն բոլոր վարորդական վկայականները, որոնք որ կան, դրանք հանրային անվտանգության տեսանկյունից ռիսկ չգեներացնող գործընթացներ են։ Իսկ սա ենթադրում է process-ի վերանայում,
վերագծագրում եւ նաեւ վերամոդելավորում որպես այդպեսին։ Այս տարվա կտրվածքով ակնկալում ենք այս գործընթացը իրականացնել եւ փուլային սկզբունքով բոլոր լուծումները արդեն փուլ-փուլ իմպլեմենտացնել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։